Սիրներ, բարեկամներ, մեր ժողովուրդը շատ ոնց ճամփայելած է եւ չափազանց շատ ժամանակ ընջված է օդարներեն ու շատ ժամանակ վերականգնած է որպես թագավորություն, որպես դաշտություն, որպես հանրապետություն։ Հանրապետության նույնիսկ մասնիկը տեղոս է։ Եվ հետագար, եթե երբեք մեր ժողովրդի մեկ մասնիկն ենք մենք, օրորսը, մանավանդ ջերմակ մազունեցողները պիտի հավատան եւ այդ հավատքը փոխանցեն սև մազունեցողներուն, որոնք իմ կարծիքով իրենց եղանտով արդեն կհավատան, թե այս ազգը կրնան ընջել, կրնան դրորել, կրնան գոդորել, բայց չեն կրնար երբեք անոր հավենական գոյությունը վերացնել։ Մենք բացենգոտ ազգ չենք, հավատացեք, բայց բզդիվ թիվով մեծ ազգ ենք։ Ամեն մեկ հայու սրդին մեջ, հոգին մեջ դիքրան մեծ մգա, շատ ուզեր, մեծ ուզեր, ինք բստիկ, բայց իր գոչումով արևելքի այդ ամյունին մեջ, տարերու ընթացքին, այդ ասկը մեծ եղավ և այդ մեծությունը մնաց նույնիսկ մեծիպես կաղթական ու սպյուրքի մեջ բդդող մարդոց հոգին մեջ։ Կազմակերպություններ ունենք երկրի երկիր, Դաշնակցություն, Կարմիր խաչ, Օմերետ մեր, ես ինչ կիլնամ, անցեք գնացեք մեր հակառակորդներում բարեգործական, Ռամգավար, Հնչակյան, ինչ անում որ ուզեք, շարեք, շատ ենք, ամենն ալ Տիգրան են, ամենն, եթե իրեն սերտ են կար, Տիգրան մեծ գտարնան, իրարում իսալ գուդեմ քիչմը, բայց, ես որ այս վարգյանից ձեզ դեսներով, ձեզ մով ուրախանալով, ետ գտարնամ, մծկով, գնայիմ քարածս ճանապարհները, որոնք շատ անգամ Շիրագեն անցան, շատ անգամ Երևանեն անցան, Արաքազեն անցան, Մասիսի կակատներեն անցան, Բաքրևան Տուվանեն անցան, Մուշ ու Մուշ Սասունեն անցան, ու բռնեց Սասունցի Դավիթին նման ճամփան Հալեբ ու Դիքնարագերտ Բեյրութ ու Փարիզ ու հիմա Լոս Անջելես է, Լոս Անջելես, եկանք հասանք Լոս Անջելես, հայությունը ես նշմարեցու տեսա հոգի մունի կազմակերպական, ճիշտ է մեր անուն գրել են Դաշնակցություն, եթե այդ անունն էլ վերցրեք վրա է, միդիլլա հայություն, միդիլլա հայ ժողովուրդի ազատագրությունը, հայ ժողովուրդի հվարդությունը, հայ ժողովուրդի գորովը, հայ ժողովուրդի զենքը, հայ ժողովուրդի միտքը, ներկասնող ուժմը կազմակերպությունը։ Դուք դրեք անոր անուն Դաշնակցություն, դուք դրեք անուն Ֆիդայություն, դուք անուն դրեք Հեղափոխություն, նույնն է։ Եվ ես նշմարեցի ամբողջ հայության մեջ, որ այդ գորովի ոգին գա, ապրելու այդ ոգին գա, ազատության այդ ոգին գա։ Եթե երբեք 45 տարի առաջ ես խոսեի այս բեմեն, բայց չխոսեի Երևանի պարլամենտի բեմեն, ես ձեզի լիդիսեի, միացյալ անկախ Հայաստան, հայկական բանակները, Մասիսի կակատեն դեպի անտին գնային, նախարարները գերստան ասկելու ժողովին, անկլյուով և ամերիկայի